Նիկոլն ինձ ասում, որ ես Արցախից եկել եմ թուրքերի հետ բանակցելուց հետո եկել եմ, ասում եմ, վեց պիլոտիկ ենք թռցնում, ուղղաթիռ ենք թռցնում, սամալոտ ենք թռցնում որոնողականի համար։ Թող ասի պես բան չի եղել։ Թող կանչի նույն Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը իրաց տուն է։ Կարան ընդհանուր նստեն, ես իրանց ես եմ իրանց պահել զուտ 2 օր, որ իրանք տենան հասկանան։ Նույն Արեգ Մկրտչյանը, ով եղել է սոցիալ-նախարարի մի ամերիկյան դեսպանը, նույն մեր կոչով, դե մեկին չեմ հիշում, այն մեկը լրիվ ասել, ում հարցնում ես չեն ծառայել։ Եթե դու հայրենասեր ես, հայրենասերը լեզվով չի, հայրենասերը քո գործով է։ Հայրենիք սիրողը լինում է իր հայրենիքի սահմաններում։ Իսկ իրանցից որևէ մեկը բացի նկարվելու կամ ցուցադրական լրելու համար, ով է մի գիշեր մնացել խրամատում զինվորի հետ։ Ով է մի անգամ փամփշտակալի մեջ փամփուս գցել։ Ո՞մ ես ասել։ Ախր գիտեք վատը որն է, որ իրանք ոնց ուզում անես կարող են այս ժողովրդին մանիպուլյացնել։ Վատը դա է։ Դրա համար ես ասում եմ, թող այդ հանձնաժողովի ասեն ովքեր են այդ անդամները, դրանք իրականում իրանք եղել են մարտական դիրքերում ու դրանից հետո պատերազմը նոյեմբերի 9-ի դադարից հետո որևէ մեկը մի օր մարտական հերթափոխ կատարել է, որ ասենք իրանք որոշել են քննից հանձնաժողով, իրանք ուզում են այդ ամեն ինչը ասեն ու ներկայացնեն իրանց ձևով։ Իրանք են չէ մեծամասնություն, անիջան էսօր իշխանությունը։ Անկեղծ։ Ոչ իմ հորողբերս անդեն նստած, ոչ էլ իմ բարեկամները։ Ես ցանկություն պատերազմ չլիներ, ասենք իրանց ընդհանրապես չճանաչեի, ես իմ կյանքով ապրեի, մնացած ծնողները իրանց հոգսերով։ Բայց եթե քննիչ հանձնաժողովը ու խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմին, խոսքը վերաբերում է 100-օրյա պատերազմին, բարև ձեզ։ Կարա սադրանք լինի նախորոք ասեմ, ես ես մարդկաց չեմ ընդունում, որովհետև իրանք պղծոլ են եկել են Եռաբլուր, իմ ախորս գլխի սարքել են։ Նորից եմ ասում հանրությանը, մեր համար կալանքը հանգստյան տուն է։ Փոխից եմ իրան ներկայությունը հասկանամ ու շատի նայում է ինձ, ուզում եմ հասկանամ ինչն է։ Սանի ջան, մի հատ հարց եմ տալի պարզ, եթե մենք ենք ակցիան կազմակերպում, որոշում ինչ ենք անում, ուզում եմ հասկանամ տվյալ հանգստացի, ուզում եմ հասկանամ տվյալ դուք ճանաչում եք ինձ, հարց եմ տալի հասարակ, ու բարեհամբույր եմ ձեր հետ։ Մի գոռացեք։ Չէ, մի քիչ ես վրդոված եմ, ես ամեն ինչի հետ կատարված, դրա իրավունք ունեմ։ Հիմա ես էլ ձեզ հարցին ուզում եմ հարցով պատասխանել։ Չէ, հարցին հարցով չէ, ռեալ։ Մի րոպե, ես իրավունք չունեմ այստեղ կանգնելու լսելու։ Ես որևէ խոսք խոսեցի։ Ես պրոստը ես էլ հարց եմ տալի, դուք ճանաչում եք ինձ։ Ես ձեզ չեմ ժամանակ եղել եք, չէ, ասեն կառավարությունում։ Ես ժամանակին Որ թվից որ թիմն եք եղել կառավարությունում։ 21-ից 24։ 21-ից 20, որ ամսից։ Հա, հարց չկա, պատգամավոր է։ Ազգային ժողովը ազգի որոշած ժողովը չի։ 21-ից 24։ 21-ի որ ամսից։ Հենց սկզբից։ Հենց սկզբից։ Այդ ժամանակ տեղյակ եք, որ որոնողական աշխատանքներ է կատարվում Արցախում։ Սիրելիս, հարգարժան ես։ Ես այդ հանձնաժողովի մեջ չեմ։ Դուք հանձնաժողովի մեջ եք, բայց դուք ազգի ընտրյալ մարդիկ եք, ովքեր նստած էին ազգային ժողովում, հանձնաժողովը կապ չունի։ Հասկանալի է։ Հա, ես ես պարզ հարց եմ տալիս։ Ձեր իմ նկատմամբ։ Լավ, ձեր բանով ասեմ, Ղարաբաղում տեղյակ եք, որ որոնում են անհետ կորած զինվորներին, շրջափակված զինվորներին։ Ես ձեր ասած ժամանակ շատ ծանր պարկած էի հիվանդանոցում, որտեղ շատ ծանր վիրավորվել էի։ Որտեղ, որ հատվածում։ Հադրութում։ Հադրութի որ հատվածում, որ գյուղում։ Գյուղում չէ, հենց դքերի վրա։ Անտարի բերանը։ Ապա մի բզի խնդրում եմ։ Ամսի 1-ի գիշերը, հոկտեմբերի 1-ի գիշերը ես եղել եմ այնտեղ ու մինչև հիմա բուժվում եմ։ Ես չեմ հասցրել մտնել, որովհետև մեզ ճանապարհին այդտեղ խփել են։ Ամսի 30-ի գիշերը ու այդ ժամանակից սկսած ես 2 օր կոմայի մեջ Ստեփանակերտում պարկած եմ եղել, հետո ինձ բերել են Սիսիան, 2 օր էլ ընդեղ եմ բուժել, հետո դրանց հետո բերել են Մասիս, հետո բերել են Մուրացան, հետո ուղարկել են աչքերի, ոչ։ Չէ, ուղղակից հետաքրքիր, դրանից հետո ձեզ մի հատ հարց տամ, հադրութում եք եղել, ամսի քանիսին է հադրութը տրվել, թշնամու։ Ես ձեզ ասացի,
ամսի 30-ի գիշերը ես արդեն շարքից դուրս եմ եկել։ Աստված է առողջություն։ 30-ին հադրուց նայա չի։ Որտե միշտ իշխանությունը Հադրուց չէ, հադրուց Դե չի ճանաչում։ Որտե՞ղ է տալի։ Պարոն Ասլանյան, մի հատ հարց դες կարելի է։ Այո, իմ եղբայրն է եղել, դրա համար հարց տվեց, էլի։ Այդ կանը տարբեր չեն, ես ու ախպերը։ Ես հանգիստ կանգնած լսում եմ ընկերոջ։ Լավ են կանում։ Մեկ րոպե, դուք հիշում եք Եռաբլուրի միջադեպը։ Ինքը Լևոն Ղալստյանի եղբայրն է։ Մի րոպե, 4 տարի անցել է, Եռաբլուրի այդ դեպքից 4 տարի անցել է։ Ես եւ պարոն Աղազարյանը չենք իմացել, որ որոշում ա կայացրել, որ պետք է չգնան։ Մենք առանցին գնացել ենք եւ այդ դեպքը տեղի ա ունեցել։ Ես շատ եմ ցավում։ Պարոն Գալստյան կգաք։ Այդ Եռաբլուրում իմ 7 ընկեր զինվորներն են պարկած։ Այդ Եռաբլուրում իմ հորաքրոջ տղան անհետ կորած Ավետիսյան Գագիկ Ցոլակին անհետ կորածների մեջ է իմ ընտանիքը 2 զոհ ունի։ Ես Ղարաբաղցի Ցուցմունք տվել եք, բայց դուք ինչը ցուցմունք տվել եք։ ինչ ցուցմունք Եղբոր դեմի ցուցմունք դուք տվել եք, որտեղ քրեական գործ էր հարուցվել։ Խափամամիջոց այդպես չի եղել։ Երբ որ դեպքը կանգառում ոչ, երբ որ կանգառում ասում կանգառում ավտոբուսի մեջ Չէ, ես Եռաբլուրի միջադեպ, Եռաբլուրի միջադեպի Եռաբլուրի միջադեպ, երբ որ դու եւ Հովիկ Աղազարյանը գնացիք։ մենք գնացել ենք, այնտեղ եղել է, քաշքշոց եղել, ես խոսել եմ, այնտեղ կարծեմ ինչ որ մեկ Աղազարյանին հարվածել էր։ Իմ եղբայրն է, ինչ որ մեկը չի, իմ եղբայրն է։ Ես չեմ ճանաչում, դրա համար եմ ասում ինչ որ մեկը։ Ինչի համար է հարվածը։ Ձեզ որպես տարիքով մարդ, որպես պատերազմին մասնակից մարդ, դուք էլ եկել եք սրբավայր։ Ճիշտ է, Եռաբլուրը սրբավայր է։ Այնտեղ բնականաբար Եթե ձեզ թվում է, որ ես այդքան պիղծ կլնեմ, որ Եռաբլուրը պղծություն կհամարեմ, շատ սխալում եք։ Ասացի Եռաբլուրում իմ 7 զինվոր ընկերներն են պարկած եւ իմ ընտանիքից է պարկած։ Ես ասացի ինչ որ մեկը այն իմաստով, որ ես չեմ ճանաչել, թե ով է հարվածել։ Այսինքն Բարը։ ցուցմունք էլ չեք տվել։ Հա, չեմ ճանաչել հիմա։ Մենք միամտաբար եկել ենք, մենք չենք իմացել, որ այնտեղ պետք է չգան։ Եվ այդ օրը պետք է ուղղորդված լինի, մենք չենք իմացել, որ պետք է չգան։ Տեսեք, այ վատը դա է, Մի րոպե։ որ ԿՊ-ն ուղղորդում է ոչ թե իր հոգով, իր սրտով, Դե այլ ասենք մի դուք ժամանակ քիչ այդ ֆրակցիայի մեկ եղել, չէ։ ֆրակցիա գոյություն ունի կուսակցական կանոն։ Եթե որոշում կայացնել էր, որ չպետք է գնայինք, ես կգնամ առանցին, հետո կգնամ։ Ես միշտ էլ գնում եմ, որովհետև նորից եմ ձեզ որ ասում։ գնում եք։ Լավ եք անում, պարոն Ասլանյան, ապրեք, շատ ապրեք, որ այդում եք արդեն ասեցիք, հասկացանք, որ դուք էլ ունեք մարտական ընկերներ, ընդեր թաղված, Եռաբլուրում ունեք հարազատներ, այդ ամեն ինչը հասկացանք, իմացանք փառապանց անցյալ ունեք, այդ էլ իմացանք։ Հիմա ձեզ որպես ազգային ժողովի պատգամավոր եք, ճիշտ է։ Այո։ Հիմա տեղյակ ես այսօր ստե ինչի համար են հավաքվել եւ ինչ ակցիա տեղի ունեցել։ Դրա համար էլ ես Տեղյակ չէ, ես հարց տվեցի, խնդրում եմ ասեք, տեղյակ Ես չէ։ դուրս- Հիմա ես ձեզ տեղեկացնում դուրս եմ։ եկա մի րոպե։ Նոստից դուրս եկա։ Տեսա, այստեղ է։ Հա, Կանգնեցի լսելու հասկանալու Ուզեցի, համար թե ինչ է ես հիմա կատարվում։ ձեզ ներկայացնում եմ։ Այո։ Այսօր այսքան մարդ հավաքվել է, որ քնիչ հանձնաժողովի զեկույցը, որը որ արխիվացվել է ու գաղտնիություն է ռեժիմը դրվել վրան, ու չի ուզում հանրայնացնել թեման։ Դու որպես փառապանց անցյալ ունեցող մարդ, որպես հարազատ ընկեր կորցրած մարդ, միանում եք այս պահանջը։ Միանշանակ, բայց ասեք, Հայտարարեք, խնդրում եմ, ասեք, ես միանում եմ այս արդար պահանջի, որ պետք է որպես ազգային ժողովի պատգամավոր միանում եմ այս կոչին ու ասում եմ, որպես ազգային ժողովի պատգամավոր միանում եմ ու պահանջում եմ քնիչ հանձնաժողովի զեկույցի ամբողջական հանրայնացում, որ ազգը իմանա դավաճարներին է, սրիկաներին է, լավերին են, վատերին են։ Սաղին ճանաչի դեմքով, հենց հիմա քո ճակատը, այսպես փափախդ այսպես արա ու ասա, ես այսքան մարդու մոտ, լրատվականների մոտ ասում եմ, որպես հայ մարդ, տեսեք, ես ես ոչ մի ինչ-որ ինչ ա եղել, Եռաբլուր եղել է, ինչ ա եղել, անցանք, իրար հետ չեք հասկացել, չեք ըմբռնել, էդի առօրյա, էդի հետ անցանք։ Հիմա ես այսօր լուրջ հարցա, ազգի ճակատագրի հարցնա,
Համաձայն եք, չէ՞ որ պետք է ազգի դավաճանները պատժվեն։ Ոչ թե համաձայն եմ, ձեր կողքին եմ։ Всё, ապրեք, մենք էլ ենք շնորհակալ։ Իմացաք ժողովուրդ, այսօրվանից պարոն Ասլյանյանն էլ է միանում այս կոչին։ Ուրեմն ձեզ ասեմ, Էլի ստվում է չարժի ես եկա։ կողմ եմ ու ես ասել եմ, Ձեզ ձերը սխմեն տան ասեն։ ասել եմ, երբ որ ինձ տվեցին այդ հսկայական տրցակը, ես ասացի, սա ես քանի ամսում պետք է կարդամ, որ իմանամ։ Ինչի դուք համառոտ չեք տվել։ Ասեմ, ես հիմա իրավունք ունեմ գնալ Մեկ վարքյան ձեզ ընդհատեմ, ժողովուրդ ջան, լրատվամիջոցներ ջան, 4-ը նամակ ա գնում Անդրանիկ Քոչարյանին, Կոնջորյանին, Օհանյանին եւ Մամիջանյանին։ Այս բանին փոխանցում ենք պատասխանը Ֆրանսիաների ղեկավարների։ Ես գիտեմ արդեն, հա։ Շնորհակալություն։ Ես իրենց ասացի, ինչու դուք այն վիճակով չեք դրել, որ եթե պետական ինչ որ գաղտնիք կա, որ չի կարելի հասու լինել սովորական քաղաքացուն, դա հանեք, մնացածը հանդրացնեք, հանրայնացնեք, ժողովրդին պետք է տալ իրավությունը։ Ես հիմա արդեն մի ուրիշ կուսակցության, մաս կուսակցության փոխնախագահ եմ եւ պաշտոնապես մեր կուսակցության անունից հայտարարում եմ, որ այդ հարցում ես ձեր կողքին եմ։ Որևէ խնդիր չունեք դուք։ Եթե խնդրենք Անդրանիկ Քոչարյանի փոխանցեք թո թմով ովքեր եղել են հանձնաժողովի նախագահական իրակարգ տալու։ Հիմա ձեզ ասեմ, իրանք գան, ես իրանք հարց տամ։ չեն Մենք գալու, որոշենք չեն արդեն։ գալու, որովհետեւ Վախում են, ինչ վախում են իրանք։ Իշտենք երրորդ մասը դե գանք իսկ հայեր։ ով ճշմարտությունից չի վախենում։ Հակոբ, Չէ։ Մենակ ճշմարիտ մարդը։ բոլորի ներսից ասես սա պետք է բոլորի ներսում ասես սա պետք է հրապարակայնացնենք։ Դուք ասում եք ազնիվ է գնում ընտրությունները, հրապարակայնացրեք որ ժողովուրդը իմանա ով է սրիկը։ Ես ելույթ ունենալուց առաջիկայում Սպասում եմ ելույթդ լսեմ։ կասեմ, որ այսպես բան ա եղել։ Բայց ես ասի, եւ այնտեղ բան կա։ Բաներ կան, որ ասենք իսկապես Պետական գաղտնիությունը եթե դու լավ գիտես, ես շատ լավ եմ բայց ընդհանուր Հակոբ, դուք 30 տարուց ավելին գիտես։ Դու գիտես, ես շատ լավ եմ հասկանում պետական գաղտնիությունը։ Բայց պատասխանատուները այս ազգակործան վիճակին, պետականակործան վիճակին Դե ժողովուրդը քիչ մնաց, հեսա մի 2 ամսից հետո ռադ կանենք։ 2 ամիսը շատ է, ժողովուրդը պետք է իմանա Մի 2 ամիս հետո ռադ կանենք կգնան։ Իմանա ժողովուրդը Հələ պատասխան պետք է տա։ ժողովուրդը պետք է Նիկոլին ու մյուսներին, բոլորին։ Իրանք ժողովրդին պետք է հələ պատասխան տան այս ամբողջ ժամը։ Լսի Հակոբ, ժողովուրդը պետք է իմանա ում է ընտրում։ Դրա համար բաց Այս ժողովրդին պետք է իսկապես ասել, ժողովուրդ ջան, բոլորդ պետք է գնաք ընտրության։ Հանկարծ ապաճայի տակ չեն գնել։ Մարդիկ իմանան ում են։ Պետք է մի հատ բայց է գալի։ Պետք է մի հատ մեր կող ու կուշտը մաքրենք։ Որ կարող է այդտեղ դավաճան կողից հետի քայլողով ընտրության դավաճանա։ Ուր է թամ։ Հետո գնահ դետի այդ նույն դավաճանը վաղ առիթը բաշտի թող հենց մեջքիցս փոշկես կողի հետի նանողա։ Շնորհակալ ենք բոլորիդ։